Մեր աշակերտները 8-րդ դասարանի նախագծային աշխատանքի թեման Վահան Տերյան այցելել են Վահան Տերյանի ծոր Գևորգ Էմենիթոր Գևորգ Էմին Տերյանին հարցազրույցի համար։ Այժմ կներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր նրա կյանքի վերաբերյալ։ Նա ուսանող տարիներին գրել է շրվին, վոլո եւ այլ կեղծանուններ։ Նրա բանաստեղծություններում հանդես է գալիս նոր քնարական հերոս, որը ունի բարդ զգացմունքներ, երազանքներ ու փնտրուքներ։ Բանաստեղծությունները շատ մեղեդային են եւ ունեն յուրահատուկ ռիթմ։ Նա շատ ներփորեն է ընտրել բառերը եւ օգտագործել է դրանք, ինչի շնորհիվ նրա ստեղծագործությունները դարձել են բացառիկ սահուն եւ ներդաշնակ։ Հայ նշանավոր գրող, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականին Ջավախքի Կանձագյուղում։ Նրա բանաստեղծությունները լի են տխրությամբ, երազելով եւ հայրենասիրությամբ։ Ամենահայտնի գործերից են Մթնշաղի անուրջները ժողովածուն, որը գրվել է 1908 թվականին Թիֆլիսում, Երկիրն այրին եւ Գիշերը եւ ես։ Փարվանա բալադը գրել է Հովհաննես Թումանյանը, ոչ թե Վահան Տերյանը։ Այնուամենայնիվ, այս բալադը սերտորեն կապված է Տերյանի հետ։ Պատմությունն այսպիսին է. 1901 թվականի օգոստոսին Վահան Տերյանի ավագ եղբոր Ղազար Օստեր Գրիգորյանի հրավերով Հովհաննես Թումանյանը այցելել է Աղլքալաքի գավառի Գանձագյուղ, տեսնելու Փարվանա լիճը։ Լճի եւ շրջակա բնության գեղեցկությունից հիասած Թումանյանը հենց Վահան Տերյանի հայրական տանն էլ գրել է իր հայտնի Փարվանա բալադը։ Ինչպես գիտենք, Տերյանը ծնվել է Գանձագյուղում, որը գտնվում է մի քանի կիլոմետր այն կողմ Փարվանա հռչակավոր լճից։ Փոքրուց իր նկատմամբ անփույթ ու անուշադիր այդ երեխան աչքի է ընկնում արտասովոր զգայուն բնավորությամբ, ընդունակ ծայրահեղ բռնկումների։ Տերյանը բազմանդամ ընտանիքի 11-րդ զավակն էր։ Ընտանիքում ծնվել է 12 երեխա, որոնցից 4-ը մահացել էին վաղ հասակում։ Տերյանը իր կյանքի վերջին տարիներին ծանր հոգեբանական վիճակում էր։ Նա հաճախ իր ստեղծագործություններում դրսևորում է ինքնասպանության, տառապանքի եւ մենության մոտիվներ։ Ըստ գրառումների, բանաստեղծը վաղ տարիներին եղել է հանգիստ երեխա, վայելել է ծնողների սերը, բնությունը, միջավայրը, մարդիկ, յուղական աշխատանքները մեծ հետք են թողել բանաստեղծի կյանքում։ Նույնիսկ իր գրառումներից մեկում նշում է. «Իմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։ Ես կույր եմ հիմա անբախտ ու մենակ»։ Մեր դասարանը պատրաստել է նաև մի քանի հարցեր ձեզ համար։ Օգնել է ձեզ Վահան Տերյանի ծոր լինելու հանգամանքը։ Իհարկե, բնականաբար դա շատ մեծ պատասխանատվություն է, շատ վաղ տարիքից, երբ ես դեզնցել փոքր էի, ու օրինակ ասենք մեր դասարանը որոշում էր դասից փախչել, ինձ ասում էին ով, բայց դու իրավունք չունես, ու ես միշտ ոնց որ ավելի ստիպված եմ եղել ավելի պատասխանատու լինել, ավելի յուրահատուկ լինել, չգիտեմ, կիրթ խոսել, դա մեծ պատասխանատվություն եղել ամբողջ կյանքում եւ բնականաբար դա եւ իրավունքներ է տալիս որոշակի եւ մեծ պատասխանատվություն։ Ինչ զվարճալի կամ հետաքրքիր դեպք կպատմեք Գևորգ Էմինի կյանքից։ Բայց ինձ թվում է մենք միայն Վահան Տերյանի մասին ենք զրուցել։ Կարամ Վահան Տերյանի հարցը տանենք։ Կարող եմ մեծ շատ հետաքրքիր դեպք պատմել, որը քչերին է հայտնի։ Ուրեմն Գևորգ Էմինի շատ մոտ ընկերներ, ռուս դասական գրող, աշխարհահռչակ պոետ Եվտուշենկոն։ Այս դեպքը շատ քչերը գիտեն։ Ուրեմն Գևորգ Էմինի 69 թվականին Մոսկվայում նշվում է Գևորգ Էմինի 50-ամյակը, ու այդ բանկետից հետո Եվտուշենկոն արդեն տենց քեֆները լավ բան, պապիկիս ասում է ես քեզ Գևորգ, ես քեզ կտանեմ հյուրանոց, նստում են ինչ-որ հատուկ 31 է լինում, որը ասենց ինչ կառավարական բան է լինում, ինչ-որ հաստ երկաթով հասեցի միջերով, ու Եվտուշենկոն դա տես արագ քշում այդ մեքենան, բայց պապս պատմում էր, որ հասկանում ենք ընթացքում, որ դեպի հյուրանոց չի գնում էլ այդ մեքենան, ասում է ուր ես քշում, ասում է սպասի հեսա կտեսնես որ եմ քշում, մեկ էլ այդ ընթացքից հենց արագ գնալով, հենց արագ թեքվում է, մեքենան թեքում է ու խփում է մոտ դարպասի, դու մի ասի այդ պապիկիս Հոբելյանին
այդ որ խոսվում է բանաստեղծություններն են կարդում ցեղասպանության նվիրված եւ այլն բան եւ Տուշենկոն իմանում է հայ ցեղասպանության մասին եւ խորը լցվում է այդ ողբերգական բանով դեպքերի փաստերը որ ասում են բանաստեղծությունները արտասանում են եւ այլն եւ որոշում է որ մի քիչ խմած որոշում է որ պետքա մեքենա տանի խփի Թուրքիայի դեսպանատան դարբազին այդպես արագ գալիս են երկուսին ձերբակալում են եւ այլն բայց հետո հասկանում են ովքեր են եւ այդ դեպքը կոծկում են ոչ ոք չի խոսում այդ դեպքի մասին Ունեք հատուկ հուշանվեր, որը որպես հուշ մնացել է Վահան Տերյանից կամ Գևորգ Էմինի կյանքից։ Գևորգ Էմինից շատ ունեմ, որովհետև ինքը մահացել է, երբ ես 16 տարեկան ես, իրեն շատ լավ հիշում եմ, ժամացույց ունեմ իրենից մնացած, մատանի ունեմ, նամակներ կան, շատ բան կա, ձեռագրեր կան, Տերանից շատ ավելի քիչ կան, բայց այո, իհարկե կան։ Այս 3 հարցներ նարեկ չեն։ Մի հատ էլ հարց ունեմ կարող եմ ասել։ Ինչպիսի զգացողություն եք ունենում, երբ ձեզ դիմում են Վահան Տերյանի ծոռ։ Շատ պատասխանատու, դա ստիպում է, որ ես պիտի միշտ ներկայանալի լինեմ, միշտ չգիտեմ գրագետ լինեմ, ինչ-որ մակարդակով լինեմ եւ այլն, որովհետեւ այն ինչ կապված է Վահան Տերյանի հետ, այդ ամեն ինչը միշտ շատ ճաշակով է, միշտ բարձրակարգ է, միշտ չգիտեմ վերերկրային է, ու դա ստիպում է, որ ես ավելի լավ դառնամ։ Կներկայացնեք ով է եղել Տերյանի կինը եւ որտեղ են նրանք ամուսնացել։ Տերյանն ունեցել է 2 կին, առաջին կինը եղել է Սուսաննա Պախալովան, իրենք հանդիպել են Մոսկվայում, սիրահարվել են եւ ամուսնացել են։ Ուրեմն Սուսաննայից Տերյանը ունեցել է 2 երեխա, որոնք երկուսն էլ շատ վաղ տարիքում մահացել են։ Ապա Տերյանը ամուսնացել է Անահիտի հետ, այդտեղ արանքում մի դրվագ կա, որ 17 թվականին Տերյանը ամուսնության առաջարկ է արել Թումանյանի աղջկան, Նվարդին, բայց Նվարդը մերժել է այդ առաջարկը եւ Տերյանը գրել է իր հռչակավոր մի ափսոսա այդ բանաստեղծությունը, որը հիմա շատ հայտնի պոպ երգ է TikTok-ներում, Instagram-ներում շատ տարածված։ Ուրեմն երկրորդ կինը Անահիտը արդեն կյանքի վերջին փուլում, երբ Տերյան արդեն ծանր հիվանդ էր, թոքախտով եւ իրեն պաշտոնից հեռացրել էին, սկսել էին հալածանքները։ Տերյանի հետ մեկնում է վերջին ուղևորության, որտեղ Տերյանը մահանում է, Անահիտի շնորհիվ է, որ Տերյանի այդ վերջին օրերի մասին մենք տեղեկություններ ունենք եւ Անահիտի շնորհիվ է, որ Տերյանը մարդավայել մահ ունենում, որովհետեւ Անահիտը գտնում է իր դասընկերոջ բարեկամներին Օրենբուրգում, կարգով բերում է սահնակով Տերյանին այսպես մահամերձ տեղափոխում են Օրենբուրգ եւ վերջին օրերը տան պայմաններում է մեռնում Տերյանը։ Ապա Տերյանի մահանալուց մի քանի ամիս անց Տերյանը մահացել է հունվարին, Նվարդը ծնվել է ապրիլին 28-ին, ծնվում է Տերյանի աղջիկը, իմ տատը Անահիտն է, որին Անահիտը անվանակոչում է Տերյանի մեծ սիրո Նվարդ Թումանյանի պատվին Նվարդ։ Ով էր նրա պատանեկական առաջին սերը։ Շատ վաղ սերերի մասին այդպես չի, որ ինքը գրել է նամակներում եւ այլն, կան պատմություններ, որ տարբեր գյուղում ինչ-որ աղջիկների հետ կապված, ախալքալակում եւ այլն, որոնց մասին եղբայրներն են գրել, որը հետո
կռվի իրարանցման, չգիտեմ ինչի առիթ է դարձել, հայտնի է, որ Տերյանը շատ երկար ժամանակ այդ առաջին իր սիրահարություններից մեկը եղել է իր մաթեմատիկայի ուսուցչի աղջիկը Աննա Գասպարյանը, Աննային ինքը ասում էր Նյուրա եւ շվին կեղծանունը գալիս է Նյուրայից, Նյուշից, Նյուշա, Նյուշը եթե հակառակը գրենք դասական ուղղագրությամբ կլինի Շ հյուն ի Վ շվին Շ հյուն ի Ն ու Աննայի պատճառով հայրը մաթեմատիկայի ուսուցիչը Տերյանին այսպես ասենք ստորացրել է, ստիպել է որ մատյանում իր ձեռքով իր անբավարար գնահատականները դնի եւ մի տարի Տերյանը մնացել է նույն դասարանում Լազարյան ճմարանում, դա մաթեմատիկա առարկայից եղել։ Հուսամ քիչ թե շատ քո հարցին պատասխանեցի։ Երբ է լույս տեսել Վահան Տերյանի մթշաղի անունները ժողովածուն եւ որտեղ։ Լույս է տեսել 1908 թվականին Թբիլիսիում առաջին հրատարակությունը, ես այստեղ ունեմ, գիտեք, կարամ ձեզ ցույց տամ։ Մի վայրկյան։ Հələ մեկ պաուզա տուր, ես ասած մթնշաղ անունները ցույց տամ։ Սա էլ երկրորդ գիրքն է, մի վայրկյան։ Այսօր դες ցույց տամ։ Ուրեմն սա մթնշաղի անուրջներն է, շատ համեստ գրքույկ, որը Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը իր հուշերում պատմա, որ այս գրքի սրբագրիչը ինքն է եղել։ Իսկ սա արդեն Տերյանի հրատարակած երկրորդ գիրքն է, բանաստեղծություններ հատոր առաջինը, այս կազմի ձևավորում արել է Մարտիրոս Սարյանը, բայց ցավոք այս սրա երկրորդ հատորը այլևս չի լույս տեսել եւ մնացել է այս առաջին հատորը, էլի։ Սրանք այդ երկու գրքերն են։ Շնորհակալություն։ Ուրեմն ուզում ձեզ երկու հուշ պատմեմ Տերյանի շատ բնորոշ։ Մեկը Թոթովենցի հուշն է, որ գալիս է Պետերբուրգ Տերյանին տեսնելու, Տերյանի անունը թնդում է, բան, այդպես իր բանաստեղծություններն են կարդում, ինքը հրատարակվում է եւ այլն, եւ Թոթովենցը ուզում է անձամբ տեսնի Տերյանին։ Գալիս է կայարանում իջնում է, 3 ուսանողներ են դիմավորում բանին, Թոթովենցին, այդ ճամպրուկները վերցնում են, բերում են, ճամպրուկները վերցնում, դնում են կառքը եւ այլն, այս Թոթովենցն ասում է, որ տղաներ, ես ժամանակ չունեմ, շատ արագ պետք է գնամ Կովկասում գործեր կան եւ այլն, խնդրում եմ առաջնահերթ ինձ ծանոթացրեք Վահան Տերյանի հետ։ Այս երեքով ասում են շատ լավ, բան, այս ուսանողներից մեկը օգնում է, որ այդ ճամպրուկները դնեն կառքը, Թոթովենցի հետ գալիս է հյուրանոց, բարձրացնում է ճամպրուկները վերև եւ այլն, եւ բանի եւ Թոթովենցը արդեն բարի գիշերից առաջ ասում է, որ չեք մոռանում, չէ, որ պետքա վաղը առաջնահերթ Տերյանին բերեք, որ ես իրեն ծանոթանամ, ասում է, հա, իհարկե չենք մոռանում, վաղը կբերենք։ Եվ այս տղան գնում է։ Հաջորդ առավոտյան Թոթովենցի իջնում է ֆոյե, այդ հյուրանոցի ու տեսնում է այլևս 3 տղաները, ուսանողները կանգնած են, ասում է, ես չեմ հասկանում, ասում է, դուք անհասկացող եք, ես ուզում եմ Տերյանին տեսնեմ, դուք էլի 3-ով եկել եք բան, այս երկուսը իրար դեմք են նայում, ասում են ոնց, ասում են, ով որ ձեզ 3 ուղեկցել է, ինքն է Տերյանը, ու այդտեղ կանգնած է էլի Տերյանը։ Թոթովենցը շրջվում, ասում է ոնց, ասում է, դուք եք Տերյանը, ասում է, հա, ասում է, բա ինչու 3 չասացիք, ասում է, չէի ուզում ձեզ հիասթափեցնել, որ ենք այդպես Տերյան ասելով եկել է, չի ուզել բան։ Ինչ զբաղմունքներ է ունեցել Վահան Տերյանը։
Զբաղմունք, այսինքն կյանքում ինչով է զբաղվել։ Դե գիտենք, որ նա պոետ է եւ գրել է բանաստեղծություններ։ Բացի դրանից նա արել է թարգմանություններ, ընդ որում ինքը աշխարհի եզակի հեղինակներից է, որ երկլեզվյան թարգմանություններ է արել։ Այսինքն համ թարգմանել է հայերեն, համ հայերենից թարգմանել է այլ լեզվի։ Քչերը գիտեն, բայց օրինակ Սունդուկյանի Պեպոն ռուսերեն թարգմանել է Տերյանը։ Ռաֆո Կայծերի առաջին հատորը ռուսերեն թարգմանել է Տերյանը։ Եվ էլի շատ ստեղծագործություններ։ Բացի սրանից Տերյանը զբաղվել է հասարակական քաղաքական գործունեությամբ, ուրեմն Գարուն ամսագիրն է թողարկել իր ընկերների հետ եւ այլ նախաձեռնություններ է ունեցել։ Եվ ի վերջո կյանքի վերջին տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոն, ըստ երևույթին, եթե միջնադարյան շրջանը չհաշվենք, միջնադարյան հայ գրողներին, ինքը ամենաբարձր, ինքը հայ եզակի գրողը, որ հայ գրողների մեջ զբաղեցրել ամենաբարձր պաշտոնը։ Ինքը եղել է փաստացի Ռուսաստանի փոխնախարար, այսպես գրեթե նախարարի մանդատով եւ եղել է նաեւ միաժամանակ օրենսդիր մարմնի անդամ, այսինքն պատգամավոր, այսօրվա լեզվով ասած։ Ինքը առաջիններից մեկն է, որ փորձել է վավերագրել հայոց ցեղասպանությունը, որբերի հուշերն է հավաքել եւ այսպես վավերագրել է, ինչա տեղի ունեցել Վանում եւ այլ Հայաստանի այլ մասերում։ Ինչպիսին է եղել Վահան Տերյանի հայրը։ Տեր Սուքյասը շատ խիստ մարդ էր եւ Վահան Տերյանի ձևավորման մեջ շատ կարևոր ներդրում ունի Տեր Սուքյասը։ Նախ Տեր Սուքյասը այսպես չափազանց կազմակերպված մարդ էր, ինքը իր հայրը Տեր Գրիգորը երբ մահացել էր, իրեն թողել էր շատ մեծ պարտք, կիսատ կառուցված եկեղեցի գյուղում եւ միակ փող բերող բանը այդ ջրաղացն էր։ Իդեպ այդ առաջին նկարը, որ սենյակում կախված է, ջրաղացի գեղանկարն է, որը կառուցել է Տեր Գրիգորը, ու մինչև հիմա աշխատում է այդ ջրաղացը։ Տեր Սուքյասը կարողանում է այդ ամեն ինչը համակարգի, այնպես բանանի, որ կարողանում է եկեղեցու շինարարությունը հասցնել ավարտին, բոլոր զավակներին տալիս է կրթության, տղաներին ուղարկում է Թիֆլիս եւ Տերյանին ուղարկում է Մոսկվա Լազարեն ճեմարան, որը վճռական դեր է ունենում Տերյանի ձևավորման գործում, որ պատկերացնեք, թե ինչ կարգի պատրաստված մարդ է լինում Տեր Սուքյասը, ուրեմն ինքը հասկանում է, որ երբ նամակ գրի դիմի, որ իմ որդուն ընդունեք բարեգործական հիմունքներով Լազարեն ճեմարան, որտեղ ճեմարանը այդ ժամանակ վարձով էր եւ շատ քիչ աշակերտների հնարավորություն էին տալիս անվճար սովորելու։ Ինքը Տերյանը դեռևս շատ փոքր սկսում է նամակներ գրել, որ իմ խնդրում եմ իմ որդուն ընդունեք, մոտավորապես 10 տարի գրում է եւ հետո գալիս է ուրեմն նամակ, որ ձեր որդու հետ եկեք Մոսկվա իրեն համասան ընդունելու եւ պատկերացեք, որ եթե Տերյանը հասներ այն տարիքին, որ պետքա ընդունվեր այդ ժամանակ սկսեր գրել, էլ չէր հասցնել, այսինքն մի 8 տարի հետո գալու էր հրավերը։ Բացի դրանից կա հուշ, որ Տերյանը ունեցել է Նարեկի հրատարակություն, Նարեկը ունեցել իր մոտ, որից օգտվել է Նարեկից սկսենք։ Խնդրում եմ ձայները անջատել երեխեք ջան։ Հիմա նորից կզանգեն էլի այդ հեռախոսին։
Բացի դրանից կա հուշ, որ Տերյանն իր մոտ ունեցել է Տեր Սուքիասի տված նարեկի մի հրատարակություն, որից օգտվել է եւ այդ նարեկը շատ մեծ ազդեցություն է ունեցել իր պոեզիայի ձևավորման վրա, իր լեզվամտածողության ձևավորման վրա։ Արդյոք Փարվանա լիճը կապ ունի Վահան Տերյանի հետ։ Այսինքն ինչ իմաստով, այսինքն ազդելա որ ինքը ձևավորվի, թե ինչ, ասենք գնացել է ջալջանակ այնտեղ լողացել է, կողքի գյուղի լիճն է։ Մի ասենք, չգիտեմ, 10 կիլոմետր է Գանձից մինչև Փարվանա։ Հա, ասենք այդտեղ է ծնվել, այդ կլիման է տեսել, այդ լիճն է տեսել։ Դե երևի կապ ունի էլի, բայց ինչի վրա ոնց կապ ունի չեմ կարող ասեմ։ Ասենք Փարվանան չլիներ ինքը պոետ չէր դառնա, չեմ կարող ասեմ։ Բայց հաստատ փոքր ժամանակ գնացել է ծաղիկը հավաքել, լողացել այդ լճում։ Ձուկա բռնակուցել, չեմ կարող ասեմ։